իրենք ասում են, որ Ղազախստանում падգամավորները դուրս են եկել բողոքի ակցիայի եւ այնտեղ ընդդիմադիր падգամավորի ջանքերով լուծվել է այս հարցը։ Դուք ինչով կարող եք օգնել իրենց, թեև էկոնոմիկայի նախարարը արդեն մոտեցել է իրենց։ Ես պարբերաբար այս խնդիրներով զբաղվում եմ արդեն շուրջ 3 տարի է ինչ ազգային ժողովի падգամավոր եմ։ Երևի տենց ամիս ու շաբաթ չկա, որ խնդիրներ չլինեն եւ ես այդ խնդիրները չբարձրաձայնեմ, չխոսեմ իրենց խնդիրներով եւ այսօր էլ ստեղ եմ իրենց խնդրանքով, պահանջով ինձ բազմաթիվ բեռնափոխադրողներ զանգել են եւ խնդրել են, որ այսօր ներկա լինեմ եւ շատ կարեւոր է, որ այս խնդիրները, որ բարբերաբար լինում են, բայց շատ լուծումների արժանանան, որովհետեւ դրանից կախված է մեր տնտեսության վիճակը, մեր անվտանգային եւ այլ հարցեր կան եւ իհարկե այն խնդիրները, որ բարձրաձայնում են, բարբերաբար ոչ միայն այս խնդրով, այլ տարբեր խնդիրներով հետամուտ ենք լինում, որ արագ լուծվի այդ խնդիրները։ Պարոն Դանիելյան, դուք որպես ազգային ժողովի падգամավոր կարող եք ձեր կապերն օգտագործել Ռուսաստանի ձեր գործընկեր падգամավորներին խնդրել, որ այս հարցը այնտեղ քննարկման դրվի։ Դե իհարկե, առաջին հերթին դա իշխանության գործառույթն է, իշխանության կապերն ու հնարավորությունները անհամեմատելի ավելի մեծ են, քան ընդդիմադիր падգամավորների, բայց մենք էլ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը օգտագործում ենք, պարբերաբար նամակներ ենք ուղղում պատկան մարմիններին կամ նույն գործընկերային հարաբերություններ ունենք նույն հեն Ռուսաստանի Դաշնության տարբեր падգամավորների հետ եւ Իհարկե եք այս հարցի իրենց հետ։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ ռուս գործընկերների հետ քննարկում չի եղել։ Հիմա ես նաև ստեղ եմ նրա համար, որ ավելի մանրամասն լսեմ այն խնդիրներն ու այն խնդիրները, որ կա, փորձենք արագ լուծում տանք, որովհետև կրկնում եմ, սա ոչ միայն իրենց ընտանիքների վերաբերվող հարց, այսինքն եկամուտների եւ այլ, նաև կարևոր նշանակություն ունի, կրկնում եմ, մեր տնտեսության համար եւ ոչ թե պիտի հասներ այս վիճակին, որ խնդիրը բարձրացնել, այլ եթե այս խնդիրները առաջանում են, պիտի պետության հենց գործառույթը այն է, որ չհասնի այն վիճակի, որ ավելի դժվարանա պայմանները կամ իհարկե պիտի այսքան հարյուրավոր մարդիկ իմ տվյալներով շուրջ 400-ից ավել բեռնատարի վարորդներ այս խնդրին բախվել են։ Այսինքն կարելի էր այնպես անել, որ չհասներ այս վիճակին։ Խնդիրների լուծում տար, որ հիմա Ինչքանով որ ես տեղյակ եմ, քիչ հետո նաև քննարկում կունենանք մեր սիրելի բեռնատարի վարորդների հետ, ինչքանով որ ես տեղյակ եմ, այդ որոշակի ժամկետը որ կա, որ սահմանված է, այսինքն այս մարդիկ պարբերաբար մուտք ու ելք են ունենում Ռուսաստանի Դաշնություն եւ իրենց հետ կապված պիտի այլ պայմաններ լինի, որ իրենց այսպես ասած մի կաղապարի մեջ չդնեն եւ ինչ որ այնպիսի լուծումներ լինի, որ մարդիկ պարբերաբար սահմանը հատում են եւ այդ խնդիրները չառաջանա։ Պարոն Դանիելյան, 90 օրը շատ քիչ ժամանակ մարդիկ ասում են մենք ընդամենը 6-7 անգամ գնում գալիս ենք Ռուսաստան ու կարող է այդ 90 օրը լրանա։ Բայց տեսեք, ասում են Ղազախստանում էլ է եղել նույն խնդիրը Ղազախ բեռնափոխադրողների հետ։ Բայց այդ հարցը 3-4 օրում լուծել են, վարորդներն են ասում, որ Հա, օքեյ, մաքսիմում կարող լրանա։ Հիմա այդ հարցը հնարավոր չի, թե Ղազախստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, մենք էլ ենք ԵԱՏՄ անդամ պետություն։ Հնարավոր չի, օրինակ, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, մենք էլ նույն բանը ստանդարտներով շարժենք, այսինքն նույն պայմանները ստեղծեն, ինչ Ղազախստանի համար ու միջինասիական երկրների համար էլ կա։ Քիչ առաջ վարորդներն ասացին, որ նույն պայմանները։ Ինչ պետք է անեն, դեսպանատնով դիմեն, թե ռուս գործընկերների հետ աշխատեն կառավարությունը, որովհետև ոչ մի պատասխան դեռ չկա կառավարությունից, այս մարդիկ արդեն 1 շաբաթ է այս խնդրի առաջ են ու բազմաթիվ մարդիկ են։ Ցավով պիտի արձանագրեմ, որ մեր պետությունը այնպիսի պետություն է դարձել, որ ոչ օրինակ Վրաստանի Դաշնությունում էլի պարբերաբար խնդիրներ են լինում բեռնափոխադրողների հետ կապված, տնտեսվարողների հետ կապված, այդ խնդիրներն ամիսներով ձգձգվում, շատ ժամանակ այդ խնդիրների լուծում էլ չի տրվում։ Նույնը նաև Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն պետությունը հենց նրա համար է կառավարությունը, որ արագ արձագանքի եւ այնպես անի, որ քաղաքացին չտուժի։ Հիմա մի երկրում ենք ապրում, որ այդ արագ մոբիլ աշխատանքը կամ գործընկերային հարաբերությունները կամ չկան, կամ չեն լուծում։ Վրաստանի օրինակով ես կարող եմ ասել,
որ օրինակ ամիսներ շարունակ բեռնափոխադրողները ուրեմն խնդիրներ են ունեցել Վրաստանի տարածքում եւ լուծում չի ստացել այդ խնդիրը։ Կոնյակ արտահանողների հետ, ծաղիկ արտահանողների հետ, գազատարների հետ, հեղուկ գազի ուրեմն բեռնատարների հետ կապված։ Հիմա այդ խնդիրները չեն լուծում։ Դրա խորքում նաև ինչ որ քաղաքական շերտեր կան, այսինքն պետությունների հարաբերությունները եւ միշտ գիտեք այդ փափուկ ուժի քաղաքականություն տարբեր երկրներ այդ քաղաքականությունը կիրառում են որոշակի առումով իրենց բողոքը կամ համաձայնությունը կամ հարաբերությունների վատթարացումը ուրեմն ինչ որ մի ձև ազդելու արտահայտելու ազդելու վրա։ Հիմա կոնկրետ խնդիրը կա առաջին հերթին ինչ պետք է անեն։ Պետք է զանգեն իրենց գործընկերներին, որովհետև այդ կապերը իրենք ասում են, որ այդ կապերը մենք ունենք, ասում են շատ լավ հարաբերություններ ունենք, ռազմավարական եւ այլ առումներով որևէ խնդիր չունեն Վրաստանի Դաշնության հետ, բայց այդ խնդիրը օրինակ առաջանում է Վրաստանի Դաշնության։ Նույնը նաեւ Ռուսաստանի հետ։ Պետք է այս շենքում գտնվող անձը կառավարության ղեկավարը կամ այլ պաշտոնյաներ սարքեին առաջնային խնդիր եւ պարբերաբար, ասինքն չգիտեմ, էլի օրը չանցներ այս խնդիրը արդեն կարգավորված էր։ Գոնե թե եթե հիմնավոր լուծում չլներ, գոնե այդ ժամանակավոր լուծումները տրվեր, մինչեւ հիմնական լուծման տարբերակներն ու եղանակները գտնվեն։ Պարոն Դանիելյան, դուք կարծում եք, որ մի երկրի էկոնոմիկայի նախարար, որը խաղողի մթերման հարցը այսպես էլ չի կարեցել լուծել մինչև վերջ, որովհետև վերջերս մենք տեսել էինք, որ բազմաթիվ խաղողագործներ բողոքի ակցիա էին անում, որ խաղողի մթերումը երկրի տարածքում չի լինում ու բեռնատարներով բազմաթիվ այսպես խաղողով բարձրացման մեքենաներ կանգնած էին կոնյակի գործարանների այսպես դեմով ու հարյուրավոր մեքենաների հերթեր էին։ Դուք կարծում եք, որ երկրի ներսում հարց դժվար լուծող մարդիկ կարող են արտաքին քաղաքականության մեջ այս հարցը լուծել։ Ես նոր չի վերաբերմունք այս կառավարության ու այս իշխանություններին։ Այնպես չի, որ մեծ ակնկալիքներ ունեմ, ես իրենց հետ կապված շատ մեծ հույսեր եւ ակնկալիքներ չկան, բայց ամեն դեպքում մենք բոլորս իշխանությունները, ընդդիմությունը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք այս մարդկանց կողքին կանգնենք, որ ասես այստեղ պրոֆեսիոնալ մարդիկ են նստած, որ ամեն օր մտահոգված են այս մարդկանց ճակատագրով, փաստը ցույց է տալիս, որ տենց չի։ Ես միգուցե նաև 1.5 ամիս առաջ երբ որ այդ խնդիր եղավ բեռնատարների հետ, որ բեռնատարները հետ էին ուղարկում։ Նույն էկոնոմիկայի նախարարը ասում էր տենց բան չկա։ Հիմա ուրա սպայկայի ֆուրերը կամ տեսել է այդ տնտեսվարողներին, որոնք մեծ վնասներ են կրել, երբ որ այդ բեռը հետ է եկել։ Այսինքն ընդհանրապես մանիպուլացնելու, մոլորեցնելու, մարդկանց շեղելու վրա են իրենց ուշադրությունը դա։ Փոխանակ գործով զբաղվեն, եթե գործով զբաղվեն, կրկնում եմ, գործընկերային, եթե նորմալ հարաբերություններ ալում, այդ խնդիրները կարգավորվում են։ Նախկինում էլ է խնդիրներ եղել, նենց չի որ նախկինում խնդիրներ չի եղել, բայց նախկինում եթե խնդիրներ ա եղել, արագ օպերատիվ համապատասխան մարմինների հետ աշխատանք ա տարվել ու խնդիրը լուծվի։ Հիմա այս մարդիկ, եթե չեմ սխալվում, 1 շաբաթ առաջ էին, չէ՞ ստեղ։ Միգուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Այս շաբաթվա սկզբին։ Այս շաբաթվա սկզբին այստեղ էին։ Իրենք գիտեին այդ խնդրի մասին։ Իրենք այդ մի շաբաթից շուտ էլ գիտեին այդ խնդրի մասին։ Հիմա այդ խնդրով չեն զբաղվել։ Հիմա այս մարդկանց ճակատագիրը կամ այս տնտեսության գիտեք որ Վերին Լարսի անցակետով հիմնական բեռնափոխադրումները տեղով է կատարվում։ Եթե մի քիչ սրտացավություն լիներ, եթե մի քիչ պրոֆեսիոնալիզմ կամ ցանկություն եւ այլ լիներ, այս խնդիրը հիմա լուծված չէր լինի։ Կարեն մի զանգով լուծեին այդ խնդիրը։ Ինչի մասն է խոսքը։ Այսինքն ցանկության բացակայություն, կներեք, ցանկության բացակայություն, իրենց գործը թողած ուրիշ գործերով զբաղվեն, թիրախավորեն եկեղեցին, թիրախավոր ինչ գործ ունի էկոնոմիկայի նախարարը, առավոտից իրիկու իր գործը, բանուգործը թողած եկեղեցուն թիրախավորումով է զբաղված։ Այսինքն իրենց տեղում չեն այս մարդիկ, այդ է խնդիրը։ Դեռ նախորդ տարվանից Գոզդումն այս նախագիծը շրջանառում էր, որ ստացումները մտնելու են ուժի մեջ, եթե ասում եք իշխանությունը չի զբաղվում, դուք գոնե տեսել էիք, նկատել էիք, հետևում էիք, որ որպես ընդդիմադիր падգամավոր այնտեղ ձեր ընկերներին ասեիք, որ սա մեր երկրի վրա ազդելու է։ Եթե հույս չեք դնում իշխանության վրա, դուք ինքնուրույն կարող էիք անել։ Չեմ ասում անձամբ դուք, էլի ընդդիմադիր։ Գործընկերային հարաբերություններ կա, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության падգամավորների հետ, այլ
այլ երկրների падգամավորների հետ, հենց չի որ շեշտադրում կոնկրետ ասենք Ռուսաստանի Դաշնության падգամավորներն են, մեր գործընկերները մնացածը մերը չեն։ Այդ խնդրի վերաբերյալ ես գրառում եմ արել, ահազանգել եմ, այդ խնդիրը բարձրացրել եմ, շատ դեպքերում ասել են, որ խնդիրը կա, ասենք եթե պետությունը ասում է, որ խնդիրը կա, այդ խնդիրը կկարգավորվի, դու ասում ես, դե եթե ասում են, որ խնդիրը կկարգավորեն, ուրեմն գոնե թե ինչ որ այդ առումով իրենց խոստումը կկատարեն, բայց եթե իրենց խոստումը չեն կատարում, ասենք իրենց գործառույթը չեն անում, այդտեղ մեր, չգիտեմ, մեղավորությունը որն է։ Հիմա եթե տեսնենք, նորից եմ կրկնում, հիմա եկել եմ այստեղ, որ խոսենք մեր ընկերների հետ, մեր հարգելի քաղաքացիների հետ, որ հասկանանք հնարավոր լուծումները որն է, որ մենք էլ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը փորձենք օգտագործենք, բայց առաջինը կրկնում եմ, դա ամենամեծ լծակներն ու ամենամեծ հնարավորությունները ունի կառավարությունը։ Կառավարությունից ավելի շատ լծակ չկա։ Այսօր ցանկացած բայի իրենք են, չի ասում, մենք կարանք հեռախոսը վեկալենք Թրամփի WhatsApp-ի համար ունենք, ես չգիտեմ, որ մեկի բանը, չգիտեմ, Պարոն Դանելյան։ Այսինքն եթե սաղի բանի WhatsApp-ի համարները բան ունեն, լավ հարաբերություններ են, ջեր համահարաբերություններ են, այս մարդկանց ճակատագիր իրանց հետաքրքիր է թե չէ։ Թե ընդամենը ասում են խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ հերոս հարկատուներ, բայց մարդիկ որ չաշխատեն, պետության բյուջեն ո՞նց է լցվելու։ Տնտեսությունը, ասենք, Վերին Լարսի անցակետը մի քանի օր որ փակվի, ասենք այդ արդեն մեր տնտեսության համար մի մեծ խնդիր է։ Մի բան էլ ասեմ ձեզ, Վերին Լարսի անցակետում ներկայացուցիչ կոչեցյալ կա, ոչ զանգերին է պատասխանում։ Ո՞վ է։ Ես չգիտեմ, ոմն մեկն է անդադ փոխվում է, կարծում։ Այսինքն, Մաքսայինի ներկայացուցիչ կա։ Ինքը մեզ համար նիդաստուկնի է եղել, այն գլխից էլ նիդաստուկնի է։ Հիմա ես տենց դեպք չեմ հիշում, որ զանգահարես, չէ համար գոյություն, որ զանգահարես այդ զանգերին պատասխանի։ Չկա տենց բան։ Այսինքն սա էլ է խոսում վերաբերմունքի մասին։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունում մենք ունենք դեսպան, չգիտեմ, էկոնոմիկայի նախարարը ասում է, մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, այստեղ նստած է կառավարության ղեկավար կոչվածը, ասում է ես լավ հարաբերություններ ունեմ, գնում է Դուշանբե, գնում աստեղ, գնում այնտեղ։ Այսինքն ԱՊՀ-ը էս վերջին նիստներ, վերջը այնտեղ նաև մենք ԵԱՏՄ-ում էլ ունենք։ Այսինքն այս բոլոր օղակները չեն գործում, չեն աշխատում։ Խնդիրը դրանում է, եթե կներեք, եթե սրանց գոնե մի շղթան աշխատել, գոնե այս խնդիրը, ասենք, նենց չէ որ գլոբալ մի հատ խնդիր է, անլուծելի խնդիր է, լուծվող խնդիր է, բայց դրա համար պետք է կամք ունենան մի քիչ վճռականություն ունենան, մի քիչ սրտացավություն ունենան։ Այդքան կարող է կներես էլի։ Այս կարող է Թուրքիայի հետ սահմանը բացելու ֆոնին, պարոն Դանելյան, սա շատ լավ առիթ է, որ այդ Թուրքիայի հետ սահմանը Հայաստանի շատ արագ բացվի, որովհետև դե բեռնատարների վարորդներն ասեն, դե Ռուսաստան չեն գնա, կգնանք Թուրքիա, ինչ ա եղել։ Դե գիտեք, հիմնավոր կասկած է առաջանում, եթե այս խնդիրները պարբերաբար կրկնվում են, տարբեր եղանակներով, տարբեր ձևերով այս խնդիրները անդադ ոնց որ սենց հասունանում բան են անում, եւ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ փորձում են ամեն ինչ անել, որ այդ ուղին որ կա, որոշակի խնդիրներ ունենա, եւ ասեն դե տեսեք, այդ ուղին այդքան էլ նպաստավոր չի, դրա այլընտրանքը Թուրքիան է, իրենք առավոտից իրիկու այդ թեզն են տանում, որ մենք պետք է Թուրքիայի հետ առևտուր անենք, մենք պետք է Թուրքիայի հետ բան անենք, ասենք նաեւ խորքում նաեւ այդ խնդիրը կա, էլի։ Շնորհակալություն պարոն Դանելյան։ Միլեն։ Կադրը։ Ինչ։ Թուրքիայից ինչ առնենք։ Եթե սա ռուսներից են սրբել։ Պամիդոր։ Այդ մաքսային տպսը կհաներ, որ մենք գանում ենք պատասխանել։ Վերաբից ոչ ճիշտ է ասում։ Բարեկամներ Իրանի